Ինձ ասա, թե դու ում չես կարող քննադատել, ես կասեմ, թե դու ումից ես կախված։ Սա առաջին օրենքն է որոշելու, թե որն է իրական ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից, որն է իսկական ընդդիմությունը գրպանային ընդդիմությունից։ Ես տեսնում եմ, որ համացանցում շատ է քննարկվում, թե ով ում պրոյեկտն է, ով է իրականում նիկոլական, ով է այս կամ այն աշխարհաքաղաքական վեկտորի գծի ներկայացուցիչը, մի խոսքով։ Բոլոր պիտակավորումները, ինչքան հնարավոր է, մեկը մյուսին տալիս են։ Եվ այստեղ մենք ոչ թե պետք է նայենք, թե ով է այդ մարդը, ում մասին խոսում են, այլ որոշենք միասին այն սկզբունքները, քաղաքական սկզբունքները, որոնցով կարող ենք իսկապես որոշել, ով է իրական ընդդիմություն եւ ով է Նիկոլ Փաշինյանի գրպանային կուսակցությունը։ Եվ այսպես։ Առաջին սկզբունքը որոշեցինք։ Եթե դուք տեսնում եք, որ հիմնականում ընդդիմադիր որևէ ուժ, որևէ գործիչ ավելի շատ քննադատում է իր ընդդիմադիր գործընկերներին, քան Նիկոլ Փաշինյանին, թե որքանով է նա իսկապես քննադատում։ Այլ ոչ թե ուղղակի այսպես կծմծում, այլ ռեալ քննադատում, որը կարող է մտահոգիչ լինել իշխանության համար։ Ռեալ քննադատելով ինչ նկատի ունեմ՝ կոռուպցիա, հանցագործություններ, հովանավորչություն, պետական բյուջեի յուրացումներ, օրինակ Անիֆի ֆոնդի հետ կապված յուրացումներ, այս ասֆալտ շինարարություն մանկապարտեզների հետ կապված յուրացումներ, եւ ժողովրդին դրանով կերակրում են, բայց իրականում միլիոնավոր դոլարներ են փոշիացնում, յուրացնում, դնում յուրայինների գրպանները, իրենց կառուցած դղյակների մասին, ձեռք բերած հարստությունների մասին։ Ես մարտահրավեր եմ նետում այդ ընդդիմադիրներին, ռեալ իրական քննադատեք գործող իշխանությանը, հստակ հայտարարեք, որ երբեք որևէ պարագայում չեք համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ, դա կլինի ազնիվ, եթե ոչ, ապա ինչու եք նեղվում, որ ձեզ համարում են գրպանային ընդդիմություն։ Եվ դրանից բխում է նաև երկրորդ օրենքը, թե ինչպես է հենց իշխանությունից Նիկոլ Փաշինյանը վերաբերում այդ ընդդիմությանը։ Եվ մենք արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության մեջ տեսնում է ընդամենը 3 մարդու. Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին, երբեմն Արման Թաթոյանին։ Մյուսներին անտեսում է։ Մյուսներին լուրջ չի վերաբերվում, մյուսներին չի քննադատում, մյուսներին չի թիրախավորում, չի վիրավորում, նրանց դեմ ոչ մի պայքար չի մղում։ Սա եւս այն սկզբունքն է, որով կարող եք որոշել, թե իրականում ով կարող է մարտահրավեր նետել Նիկոլ Փաշինյանին, ով շանս ունի անցնել ընտրություններում եւ ում հենց Նիկոլ Փաշինյանը ինչպես է վերաբերվում։ Դա եւս այն առանցքային երկրորդ օրենքն է ու սկզբունքը, որով կարող եք որոշել իրական ուժ ունեցող ոչ գրպանային ընդդիմությանը գրպանային ընդդիմությունից, որովհետեւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք վտանգ չեն ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար, Նիկոլ Փաշինյանը նրանց դեմ չի պայքարում, այդ ընդդիմադիր ուժերն են ավելի շատ պայքարում Նիկոլ Փաշինյանի համար, թիրախավորելով ընդդիմադիր մյուս գործընկերներին։ Եվ ամենակարևորը երրորդ օրենքը, երրորդ սկզբունքը, որով դուք կարող եք որոշել, թե ով է իրական ընդդիմություն, ով ոչ, սիրելի բարեկամներ, այդ հարցին շատ եք տալիս, լավ ում ընտրենք։ Երրորդ սկզբունքը հետևյալն է. ով է պատրաստ համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, իշխանության հետ, ցանկացած ելքի պարագայում։ Ով դրան պատրաստ է, նա ֆիկտիվ ընդդիմություն է, դեկորատիվ գրպանային Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունն է։ Հետևաբար այս 3 պարզ սկզբունքներով դուք ինքներդ որոշեք։ Հիմնականում ես տեսնում եմ քննադատություն կա օրինակ Շնորհապետական կուսակցության լիդերի նկատմամբ, ում դիրքորոշումը մեծ առումով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներից, եւ նա ավելի շատ եւ նրա նմանները ավելի շատ թիրախավորում են ընդդիմությանը, ցանկանում են ընդդիմափոխություն իրականացնել, քան թե իշխանափոխություն։ Մենք կարող ենք դրանով շատ բան պարզել, բայց ես չեմ ցանկանում որևէ մեկին որևէ բանում մեղադրել։ Մենք ինքներս պետք է հասկանանք, թե քաղաքականությունում ովքեր են ազնիվ, իսկ ովքեր են ընդամենը դեկորացիայի դեր կատարում։ Եվ դուք այդ սկզբունքներով կարող եք ձեր վերջնական որոշումը կայացնել։ Բոլոր այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իշխանությանը թողած թիրախավորում են ընդդիմությանը ավելի շատ, իրենց խոսույթում դա գերակշռում է, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմից լուրջ չեն ընդունվում եւ նրանց դեմ հակափիար չի իրականացվում իշխանության կողմից, եւ ովքեր պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանք Նիկոլ Փաշինյանի դեկորատիվ գրպանային ուժերն են։ Շատերին դուք արդեն գիտեք Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունից վերջացրած մնացած բոլորով։ Եվ խնդրում եմ ֆիքսեք, սա ոչ թե անհատական գնահատական, այլ քաղաքագիտական, որովհետև դուք ինքներդ ինձ շատ եք հարցողում, թե ում վստահել։ Ես տալիս եմ ձեզ սկզբունքներ, օրենքներ, քաղաքագիտական, մնացածը դուք կորոշեք։ Իմ անձնական գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին շանս ունեն հաղթելու նրանք, ում դեմ Նիկոլ Փաշինյանը ամենաշատն է պայքարում։ Գիտեք, բոլորովին այլ հարց է, թե եղածներից լավում ընտրելում, վստահելում համակրել։ Իմ կոչն էր ընտրել երրորդ ուժերին։ Նոր ձևավորված ուժերին, ովքեր նախկին ներկա բանավեճի մաս չեն կազմում։
Ովքեր ձեզ առաջարկում են բոլորովին այլ հեռանկար, այլ ապագա, այլ լուծումներ, ովքեր միանշանակ չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս սկզբունքներով ձեր որոշումը վերջնական կկայացնեք, բայց ամենակարևորը գնացեք ընտրության։ Եվ ձեր վճռական քվեն տվեք նրան, ում համակրում եք։ Հավանեք, տարածեք այս տեսանյութը, որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանա այս սկզբունքների մասին եւ իր գիտակցված ընտրությունը կատարի։ Այդ 3 օրենքները առանցքային են, որոշելու թե ում դուք պետք է վստահեք։